Բարեօր սիրելի ունկնդիրներ, հեն մանկետում, ինչպես եւ խոստացել էի, այսօր Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադացյանն է։ Բարեօր, պարոն Մադացյան, բարի գալուստ։ Բարև ձեզ, Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերի համար, արդեն մենք երկրորդ անգամ հանդիպում ենք ձեր տաղավարում, որի համար ուրախ եմ։ Ես էլ եմ ուրախ, պարոն Մադացյան, քաղաքը սեզոնային խնդիրներ ունի։ Ձմռան խնդիրները կարծես հաղթահարվեցին, գարունը բերում է իր խնդիրները, մենք ինչ խնդիրների ենք բախվում գարնանային սեզոնին, երևի թե սկսենք բնապահպանականից, ծառերի հետումներ, ծառահատումներ, նոր ծառատունք։ Տիկին Ադամյան, ես չի ասեի խնդիրներ են, որ մասնավորապես բնապահպանական, դա ընթացիկ աշխատանքներ են, սանիտարական էտապ, որ սկսվում է քաղաքում, սկսվել է նաև ծառերի փոխարինումը, դուք տեսել եք, թե լրատվականներից, թե անմիջապես ես եմ իրազեկել, որ սկսվել են մեր քաղաքում որոշակի փողոցներում, մասնավորապես Ամիրյան փողոցում ծառերի փոխարինումը, իսկ սեզոնային աշխատանքները դա ընթացիկ աշխատանքներ են, որը որ չի կարող դադարել երբևիցե։ Հերթական անձրևները, եթե սկսեն, մենք էլի Վենետիկ ենք վերածվելու։ Ես ասեմ, գիտեմ, որ դա ձեր ոլորտից քաղաքը շատ սիրուն է։ Վենետիկ սիրում ենք բոլորս։ Բայց փոխաբերական իմաստով դուք ինչ նկատի ունեք Վենետիկ ասելով, այսինքն քաղաքում դուք ջրեղեղ եք տեսել կամ ասենք, չգիտեմ, ինչ եք տեսել։ Հորդ անձրևների ժամանակ որոշակի խցանումներ, որոշակի խնդիրներ միանշանակ առաջանում։ Դրա լուծումներն էլ են տրվում, այսինքն այն անձրևատարրերը, որոնք որ ժամանակի ընթացքում խցանվել են, այսօր արդեն մաքրվում են դրանք, կգա ժամանակը, որ դրա խնդիրը ընդհանրապես Երևանը չի ունենա։ Այո։ Շատ լավ, այդ պարագայում եկեք անդրադառնանք առողջապահության խնդիրներին։ Համակարգում քաղաքին վերաբերող հատվածում փոփոխություններ կան։ Իհարկե, ամենօրյա Եվ որոնք են։ Ունենք կարճաժամկետ փոփոխություններ, ունենք երկարաժամկետ եւ միջնաժամկետ։ Դա գիտեք, որ մեր առողջության կենտրոնների վերանորոգումն է։ Ես առիթից օգտվելով կասեմ, որ առողջության կենտրոններն են վերանորոգվել, այսինքն ոչ թե վերանորոգվել են, այլ հիմնանորոգվել են Կիլիկիա մասնաճյուղը, Ավան առողջության կենտրոնը, որ թե դուք այցելած լինեիք նախկինում ինչ վիճակ էր, ինչ առանգություն էր եւ այսօր համատությունը ահռելի է եւ տարբերությունը նույնպես ահռելի։ Մեր 11 պոլիկլինիկանը հիմա վերանվանվել է Արաբկիր առողջության կենտրոնը, ընթացիկ ունենք նաեւ 6 առողջության կենտրոններ, Կարմիր բլուրը, Քանաքեր Զեյթունը, Արշակունյաց առողջության կենտրոնը, Սարիթաղ ստորաբաժանումը եւ եթե չեմ սխալվում Սուրբ Աստվածամայր առողջության կենտրոնը, դա նույնպես ստորաբաժանում է, դրանք էլ ունեն հիմնանորոգման կարիք եւ մոտ ապագայում ընթացիկ են, այո, եւ մոտ ապագայում մեր առողջության կենտրոնները ամբողջովին հիմնանորոգված եւ վերազինված կլինեն։ Նախորդ հաղորդմանը դուք ասացիք, որ ավելի ճիշտ ինձ ուղեցիք, երբ ես հարցը ուղեցի պոլիկլինիկաների մասին, դուք ասացիք, ոչ, մենք պոլիկլինիկաներ չունենք, մենք ունենք առողջության կենտրոններ։ Այո, դրա համար ասին նախկին 11։ Այո, եւ ինչպես եք հիմա վերաբերվում, փաստի, որ շատ հաճախ մամուլում էլի շրջանառվում է ոչ թե առողջության կենտրոն եզրույթը, այլ հենց հազարամյա, այսպես ավանդությունով եկած պոլիկլինիկան։ Դրանք ֆունկցիոնալ առումով տարբեր կազմակերպություններ են, պոլիկլինիկաներ դեռ կա, այսինքն համ պետական, համ մասնավոր, այդ թվում նաև առողջության կենտրոններ էլ կան, մեր ամբողջությամբ մեր ամբողջ առողջության կենտրոնը բացի մեկից Մոսկովյանի թիվ 4 պոլիկլինիկան դեռ չենք անվանափոխել, դարձնելով առողջության կենտրոն, մնացածը բոլորը առողջության կենտրոններ են։ Շտապ օգնության ծառայության բնակավարում դուք այն ժամանակ պատմում էիք որոշակի նորությունների մասին, դրանք արդեն դրվել են գործողության։ Իհարկե, արդեն մենք ունենք
ձեռք բերված 7 Mercedes դասի մեքենաներ, որոնք արդեն երթուղում Որոնք են, փոխարինել են թե հավելվել չէ, են։ հավելվել են շարժակազմերով, նորագույն սարքավորումներով, այս պայդրությամբ ունենք նաև մտադրություն եւս 10 գնելու, այդ թվում նաև նոր ռեֆորմի առումով մենք ունենք մոպեդների գաղափարը, մոպեդները արդեն ձեռք ենք բերել, երևանցիները վաղ ապագայում, այսինքն 1 ամիս կամ 2 ամիսում արդեն կտեսնեն նաև Երևան քաղաքում մոպեդների սպասարկումը։ Տարբերությունը ո՞րն է։ Շրջանցում ենք խցանումները։ Շրջանցում ենք այդ թվում խցանումները, տնտեսական առումով, մի քանի առումներով մոպեդներով սպասարկելը ավելի, այսպես ասած, ձեռնատու է։ Բժիշկները դրան ո՞նց են վերաբերվում։ Դեռ չենք շահագործել, բայց ամենայն դեպս մեր համար առաջնային կարևորությունը պացիենտին շուտ հասնելն է եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելն է։ Սոցիալական տների առումով տեղաշարժ կա։ Սոցիալական տները, այսինքն ես ուզում եմ մի հատ ավելի Ես սոցիալական որքան տուն, հիշում եմ մեր նախորդ եւ երևի համայնքային սոցիալական տուն ունենալու։ Դա ընթացիկ աշխատանք է նույնպես, իմ կարծիքով տարվա վերջ մենք ունենանք հենց փաստաթղթերի ամփոփումը եւ սկսենք շենքային վերանորոգումներ ու ծառայությունների տեղայնացումը։ Ինչ ծառայություններ են այդ համայնքային սոցիալական Դեռ վերջնականացրած չեն, Տիկին Ադամյան, դրա համար եմ ասում, տարվա վերջ մենք կվերջնականացնենք, բայց 3 ծառայություններ են, ինձ թվում է հենց 3 ծառայություններով էլ արդեն մենք սկսենք համայնքը սպասարկել։ Եթե ընդհանուր առմամբ գնահատեք բնապահպանության, առողջապահության, սոցիալական ոլորտներում 3 տարվա կտրվածքով շոշափելի այնպիսի փոփոխություններ, որ Երևանցին լիասիրտ կգնահատի ու կասի այո, կան փոփոխություններ։ Ունեք այդ տպավորությունը, այդ արդյունքը, այդ զգացողությունը։ Միանշանակ դրական ազդակները ստանում եմ թե առողջապահության ոլորտով, թե սոցիալական։ Գիտեք ինչու եմ այդ հարցը տալիս, որտեղ ես գիտեմ նաև որ դուք ընդունելությունների եք մասնակցում, քաղաքացիների ընդունելություններ եք կազմակերպում ու մասնակցում։ Ուզում եմ հասկանալ քաղաքացիների վերաբերմունքի մեջ կա փոփոխություն։ Իհարկե կա, այդ առումով շաբաթ օրերը ես 12:00-ից մինչև 16:00 իմ անձնական գրասենյակում ընդունում եմ քաղաքացիներին, որոնց հարց թե պատասխան առումով ես խաղում եմ այն արածները, որոնք որ իրենք գնահատում են դրական առումով եւ ինչու՞ չէ նաեւ այն խնդիրները, որոնք իրանք անմիջապես հենց իրենք առաջարկներ ներկայացնում են։ Իհարկե առաջարկներ ներկայացնում են եւ կա ընդունելի, կա որը որ իրատեսական չի, անգամ կա ֆանտազիայի ժանրից, որը որ բացատրում են, որ իհարկե լավ գաղափար է, բայց դա իրատեսական չի։ Շատ լավ։ Բոլոր դեպքերում եկեք մի քիչ էլ քաղաքական դաշտ մտնենք։ Ոնց ուզում եք վերցրեք 2026-ի հունիսի 7-ի ընտրությունները թերևս ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար են գլխավոր իրադարձություն, այլ նաև տարածաշրջանի վրա իրենց ազդեցություն ունենալու։ Եվ այդ առումով գլխավոր հարցը, որ քաղաքացին խցիկին մոտենալիս ինքը իրեն պետք է տա եւ իր քվեարկությամբ պատասխանի։ Ձեր կարծիքով ո՞րն է այս ընտրություններում։ Քաղաքական, քաղաքակրթական, սոցիալիշխանություն ձևավորել, էգզիստենցիալ, որ մարտահրավերն է մեզ համար ամենակենսականը։ Իմ կարծիքով արած աշխատանքով, փորձով եւ տեն շարունակական տարբեր դրական առումով, որը որ դու աշխատել ես պետությունում արդեն ցույց ես տվել, կայացած հենց քաղաքական ուժերին պետք է ձայն տան, այլ ոչ թե մանիպուլյացիա կամ չգիտեմ ստի, կամ չգիտեմ քվե գողանալու, այսպես ասած, կամ մնացած բանով։ Իսկ ես համոզված եմ, որ ժողովուրդը հենց ճիշտ որոշում է կայացնելու, հենց քվյա խցում իր ճիշտ որոշումը կայացնելու եւ դա այն ուժերին, որոնք որ իրական
պետության համար տարիներով, տասնյակ տարիներով թե իշխանության պայքար են ինքնիշխանության պայքար են տարել, թե անկախության պայքար են տարել եւ թե պետություն ունենալու պայքարի մեջ են այս պահին։ Տեսեք, 20-23-ից առ այսօր տարատեսակ ձայներ են հնչում, որ Հանրապետություն կուսակցությունը, մենք ձայն տվեցինք Հանրապետություն կուսակցությանը, հետո Հանրապետությունը գնաց եւ քաղաքացիական պայմանագրի հետ Երևանի ավականիում կոալիցիա կազմեց։ Ձեր գնահատականով արդյոք դա ճիշտ էր կոալիցիա կազմելը այն ժամանակ, ես հիշեցնեմ 2023 սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներ, իսկ թե ինչ կատարվեց սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 23-ը, կարծում եմ որևէ հայ Հայաստանում լինի, Հայաստանից դուրս երբևէ չի մոռանա։ Եվ այդ պայմաններում մենք այլընտրանք ունեինք։ Իհարկե այլընտրանքը շատ դժվար էր երկրորդ փուլ անցնելու համար, դա որոշումը իմ կարծիքով շատ ճակատագրական կլիներ, բայց այլընտրանքը պետք է լիներ արտահերթ ընտրություն։ Արտահերթ ընտրությունները դա միանշանակ անիրատեսական եմ համարում, ես իմ կոալիցիոն ուժեր կամ քաղաքական ուժերի կոալիցիա կազմելը ես դրական առումով միշտ գնահատել եմ, բարձր եմ գնահատում, որովհետև դա առողջ քննարկման մթնոլորտ է ստեղծում հենց քաղաքական ուժերի մեջ, իսկ ինչ վերաբերվում է թե մեզ ձայն տվեցին, որ ընդդիմություն ենք, հետո գնացինք մենք կոալիցիա կազմեցինք, հետո նման ազդակներ շատ եմ ստանում մեր Երևանի քաղաքացիներից, դա ասեմ, որ հիմա բացատրությունը ես կտամ, տեսեք, Հանրապետություն կուսակցությունը ունի սկզբունքներ, ում հետ կոալիցիա կարող է անել, ում հետ ոչ։ Ընդ որում անդավաճան սկզբունքներ։ Այո, դա միանշանակ։ Իդեպ նշեմ, մինչև իմ մտքին անդրադառնալը, այս պայմանությամբ ընդդիմությունը մեծամասնություն է, ինչի չեն կարողանում կոալիցիա կազմել, հարց։ Դե որովհետև երևի չունեն համախմբող գաղափար, կամ պարզապես չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել։ Ճիշտ եք ասում, ճիշտ եք նկատել։ Հիմա անդրադառնամ ինչու հանրապետություն կուսակցությունը կոալիցիա կազմեց քաղաքացիական պայմանագրի հետ։ Եվ մեր քաղաքացիները ասում էին դուք ընդդիմություն եք եւ խաբեցիք, այսպես sense մի հատ խոսույթ են ձևավորում եւ գնացիք։ Անկեղծ ասած կներեք ընդհատելու համար ես կարծում եմ, որ այդ հարցը ոչ էլ քաղաքացիներին է մտահոգում, որովհետեւ քաղաքացիները ամենայն դեպս հասկացել են թե ինչու դա արվեց եւ ինչպես դա արվեց, բայց սա ավելի շատ գեներացվում է այս հարցը, ավելի շատ գեներացվում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք թե խորհրդարանում, թե նաև Երևանի ավականիում հենց գումարման առաջին օրը հայտարարում էին, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է, որ իրենք չեն եկել, ասենք, աշխատելու որպես օրենսդիր, իրենք եկել են եւ երկրում, եւ Երևանում իշխանափոխություն անելու։ Ու հենց այդ ուժերն էլ գեներացնում են այս տեսակետները, պնդում են այս տեսակետները կամ փորձում են դրանով հարվածել Հանրապետություն կուսակցությունը, չգիտակցելով, որ դրանով ոչ թե հարվածում են Հանրապետություն կուսակցությանը, այլ հակառակը Հանրապետություն կուսակցության դերն ու կշիռը բերում են իր իրական մակարդակին մի քիչ ավելի կարևորելու ապագա կտրվածքով։ Ես համաձայն եմ ձեր գաղափարի հետ, բայց ասեմ այնուամենայնիվ ասեմ, որ մենք ունենք նաև Մեղրի օրինակը, ես հիմա այն մտածողներին, այն խոսույթ բերողներին, որոնք որ ասում են դուք գնացիք եւ կոալիցիա ստեղծեցիք, կնքեցիք քաղաքացիական պայմանագրի հետ, ես հիմա Մեղրի տարբերակն եմ ասում, Մեղրիում ինչու է մինչև այս օրը քաղաքացիական պայմանագիրը ընդդիմադիր հենց Հանրապետության կուսակցությանը, թող այդ բացատրությունն էլ տան։ Թող տան եւ ինչ են փորձում, ինչ բացատրություն են գտնում։ Հենց ժողովրդական ասած, թե հենց տեղից կտրվում է։ Էլ ասելիք չեն, այսինքն մենք ենք մեղավոր,
որ նման խոսույթները կամ նման ազդակները տեսնելով, ստանալով, մենք Մեղրի օրինակը չենք բերում, Մեղրի համայնքի օրինակը չենք բերում։ Դա ինչ է նշանակում, որ մեր պետությունը ժողովրդավար պետություն է։ Դրա շնորհիվ մենք պետքա շատ աշխատանք տանենք, Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդպեսին էլ մնա։ Մենք ունենք մեծ բաց, հենց Հանրապետություն կուսակցությունը ունի մեծ բաց, որ մենք առավոտ եւ երեկոյան եւ ուշ երեկոյան չենք խոսում այդ խնդիրների մասին։ Այսինքն մենք շատ պետքա խոսանք, շատ ասենք, մեր ժողովրդին պետքա իրազեկենք, հենց թեկուզ անհատ քաղաքացու սկզբունքով մենք պետքա բոլորս շփվենք, խոսենք, բացատրենք, որ հարցը միայն իշխանություն, կոալիցիա կամ աթոռ, լավ, այդ մարազմատիկ այդ աթոռը վերցնելը, թողան այդ աթոռը տանք իրենց, տեսնենք քանի օր են կարանալու այդ աթոռի վրա դիմանան, որ գիտեն, որ այդ բանը հաճույք է, չգիտեմ, ես շատ գիտեմ ինչ է, թողան տեսնեն ինչ տանջանք է, այդքան առավոտից իրիկուն աշխատել ու այդքան խնդիրներ տեսնել, այդ խնդիրներին լուծումներ տալ ու չգիտես տուն հասնելու ժամանակ այդ խնդիրները վերացավ, լուծվեց, առավոտ նորից նույնը։ Թող գան մի օրով այդ աթոռը վերցնեն եւ փորձեն աշխատեն ու երևանցիների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոգսը կարողանան մի օր կամ մի օր էլ չէ, 1 ժամ տանեն, 1 ժամ։ Լավ, շատ լավ, ես կարծում եմ, որ երբ դու իշխանությունից դուրս ես, դու իշխանությունը պատկերացնում ես միայն իրավունք, բայց ոչ պարտականություն։ Երբ դու հայտնվում ես իշխանության ներսում, դու հասկանում ես, որ իրավունքը մղվում է կարծես թե հետին պլան եւ առաջին պլան են գալիս պատասխանատվությունը ու պարտականությունը։ Համաձայն եք։ Իհարկե համաձայն եմ այն առումով, որ մարդու տեսակիցը է։ Ինչքան այդ պատասխանատվությունը իր վրա կվերցնի։ Նույն հենց չինովնիկի պատասխանատվությունը։ Մարդ կա շատ է վերցնում իր վրա, մարդ կա կիսով չափ է վերցնում, մարդ կա ամբողջ ծավալով է վերցնում դրա։ Մարդ կա արդարացումներ է որոնում, որ չանի։ Մարդու տեսակիցը։ Իհարկե մարդու տեսակիցը, մարդու գաղափարից է, մարդու, չգիտեմ, ամեն ինչից է։ Ժամանակը ես միշտ ասել եմ ու կբարձրաձայնեմ, ժամանակը իմ համար համ թշնամի է եւ բարեկամ։ Մենք ժամանակը այս տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակահատվածում անենց են օրն ու ժամը թռնում, որ չես հասցնում։ Առավոտը եւ սկսվեց եւ ավարտվեց օրը։ Այնուամենայնիվ, եթե ելի վերադառնանք քաղաքականությանը, չունեք տպավորություն, որ որոշակի քաղաքական ուժեր չափից դուրս շուտ սկսեցին ու ֆալս ստարտ տվեցին ընտրապայքարը։ Քարոզարշավը դե ֆակտո սկսվեց դեռ անցյալ տարվանից այն պարագայում, երբ ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին եւ պաշտոնական քարոզարշավն էլ կարծես սկսվում է մայիսին, ոչ թե ամենայն դեպս հունվարին, փետրվարին կամ մարտին ու ապրիլին։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության օրենքներով դա արգելված չէ, քարոզչություն կարող է անել ընտրությունների հաջորդ օրվանից, ինչպես ասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Այնուամենայնիվ, բուն ասելիքը, բուն ծրագիրը, քաղաքացու հետ շփումը երբ է օպտիմալ ավելի ճիշտ վարել։ Գիտեք ինչու եմ այդ հարցը տալիս, այդ հարցը ծագեց ձեր ժամանակի բնութագրումից, որովհետև երբ դու ժամանակը օպտիմալ չես օգտագործում, ստեղծվում է մի տեսակ կարծես պարապ, չգիտես այդ ժամանակը ինչով լցնես։ Կա նաև մեկ այլ վտանգ, որովհետև անդադ քաղաքականացնել հասարակությունը, միջին վիճակագրական ընտրողի վրա անդադ թափել ինֆորմացիա, ես լավն եմ, ես ես եմ անում, ես եմ անում, դուք պետք է պարտավոր եք, ուղղակի այլ երթ չունեք, պետք է ինձ ընտրեք։ Ինչ կողմնորոշիչ ենք մենք թողնում ընտրողին։ Ոնց ենք ընտրողին հասկացնելու, որ ասենք, այ դուք պետք է ձեռբազատվեք ամենայն դեպս անիրական խոստումներից, այս պսպղուն պոպուլիզմից, դուք պիտի չվախենաք, այո, ձեզ վախեցնում են առավոտից իրիկուն, դուք չպիտի վախենաք, դուք պիտի տուրք չտաք դեմագոգիային, դուք պիտի հասկանաք իրական ծրագիր, իրական ժամանակացույցով ու այդ ծրագրի իրականացման մեխանիզմներ, գնահատելով արդյունքները, ինչ կփոխվի անձամբ ձեր կյանքում։ Այս սխեման
չգիտեմ։ Տիկին Ադամյան, Կարող են գտնել են տարբերակ օպտիմալ, որպեսզի հենց այս սխեման դուք աշխատի։ հավատում եք, որ մեր ժողովուրդը վախեցող է արդեն։ Ոչ։ Որտեղ Ես կարծում եմ ժողովրդին այնուհետ հեշտ է մոլորեցնել, մոլորեցնելը հեշտ է խաբել եւ հեշտ է գնել։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը զորեղ ժողովուրդ է, իմաստուն ժողովուրդ է եւ իր ընտրությունը ճիշտ կատարում է արդեն 2018 թվականից առանց կաշկանդվելու, առանց խոչընդոտների, առանց ճնշումների տեղային հարցերը միշտ կլինեն, թե ասենք անհատ, թե ինչ որ մի խումբ, դա կլինեն, դա չեմ բացառում, բայց համակարգային դա այլևս չի լինի իմ կարծիքով եւ չենք անդրադառնա այն տարիներին, որոնք որ մենք ունեցել ենք։ Ժողովուրդը չի որոշել, ժողովուրդը չի ընտրել, ժողովրդին ստիպել այն սենց այդ խնդիրները այլևս չի լինի, որտեղ ժողովուրդը առավել եւս եւ որ նոր սերունդ է գալիս, որ նոր սերունդին ստիպել ու ասել սենց կամ նենց, դա անհնարին է։ Ես չգիտեմ, միշտ տեխնոլոգիաներ պետք է կիրառեն, որ նոր սերունդին ստիպեն, ընդհակառակը նոր սերունդը շատ է ստիպում մեր սերունդին եւ մեր սերունդից ավելի բարձր, որտեղ մտածելակերպը իրենց այդ ամեն ինչը տիեզերական է։ Այդ տիեզերականը ձեր գնահատականով կարտահայտվի, ասենք, ընտրողների ավելի մեծ թվով մասնակցության վրա, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, թե եվրոպական երկրներում, թե նաև Հայաստանում այնուամենայնիվ 100%-ով ընտրություններին մասնակցություն երբևէ չի եղել եւ 100%-ով չի լինում, դա 100%-ով ընտրություն, ասենք, լինում է Բելարուսում, լինում է Հյուսիսային Կորեայում, ինչ ոչ Ռուսաստանում, բայց գոնե 50+1 ընտրողների ընդհանուր թվի ձեր գնահատականով կգնա ընտրություն։ Իմ կարծիքով հունիսի 7-ի ընտրությունները 50 եւ ավելի ընտրողներ են ունենալու, Տոկոսային 50% եւ ավելի ընտրական ընտրողներ են ունենալու, մասնակցություն ավելի շուտ, որովհետեւ քաղաքական պայքարը նախ կանխորոշված չի, ոնց որ նախկինում արդյունքները կանխորոշված չեն, նշանակումներ չեն լինում։ Այո, եւ մասնակցության թիվը լինելու է ավելի շատ, քան մյուս ընտրություններում։ Լավ, եթե մենք փորձենք պրոյեկտել, ասենք, այս ամեն ինչը, ընտրությունների հետագան, մենք ունենք հստակ պատկեր, որ Հայաստանի Հանրապետությունը թե մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո անշրջելիորեն գնալու է այն ճանապարհով, որով մինչև հիմա գնացել է։ Այսինքն, ես նկատի ունեմ տրիպը, ես նկատի ունեմ օգոստոսի 8-ի համաձայնությունները, ես նկատի ունեմ Եվրամիության անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ ընդունված օրենքը։ Մենք կարող ենք ամենայն դեպս հստակ պատկերացում ունենալ, որ պետականությունը ճանապարհը չի շեղելու, չի շրջելու եւ չի ստեղծվելու այնպիսի իրավիճակ, ինչպես 2013-ին եղավ, որ մենք հանկարծ մի գիշերով ճանապարհ, ուղղություն, ապագա, ճակատագիր, պետություն, մարդ ամեն ինչ խառնենք իրար ու գնանք մեր ընթացքին հակառակ ուղղությամբ։ Իմ կարծիքով Տիկին Ադամյան լոկոմոտիվը կարճ ասեմ, լոկոմոտիվը շարժվել է եւ հետադարձ ճանապարհ այլևս չկա։ Մենք Անցել ենք անդառնալիության կետը։ Էլ չգիտեմ ինչ պետքա լինի, որ մենք գնանք լավ է ուր գնանք էլ։ Մենք գնում ենք այն տեղը, որտեղ որ պետք էր, վաղուց էր պետք։ Վաղուց պետք էր։ Մի հատ հետաքրքիր sense ռեպլիկային թե sense բան ասեմ, նույն հենց Ռուսաստանի մասով Ռուսաստանի քաղաքացիները երկու երազանք ունեն, ատում են, քնից արտանում են եւ ատում են Միացյալ Նահանգներին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, երկրորդ երազանքն է, որ եւ պետք է գրին քարտ շահեն։ Դե հասկացեք ինչ եմ ուզում ասել։ Գիտեք, ես սովորաբար շատ հաճախ եմ հիշում Սալտիկով-Շչեդրինի հայտնի նախադասությունը «У России две проблемы, дураки и дороги»։ Այո։ Ոնց հասկացա 19-րդ դարից առ այսօր
Դուրակի դարոգի մնացել է Ռուսաստանի գլխավոր թե քաղաքական, թե պարզապես կենցաղային Գիտեք խնդիրներից ինչ, մենք մեկը։ մենք հանրապետություն կուսակցությունը լիբերալ ավանդական կուսակցություն է եւ 20 եւ տարի ավելի Դավանում են նույն սկզբունքները։ ուղղությունով են գնում եւ չենք շարժվել կամ կողք չենք գնաց, աշ չենք գնացել, ձախ չենք գնացել, գիտենք մենք ուր ենք ուզում գնանք, մենք մեր ասելիքը ասում ենք։ Այ հիմա հետաքրքիր մի հատ հարց էլ իմ կողմից, եթե գործող իշխանությունները Ռուսաստանի փոխվեն եւ գան այն մտածելակերպով իշխանություններ, որոնք որ հենց Եվրոպա մեծ մտածելակերպ են կամ ամերիկյան գաղափարներով մտածելակերպ, արդյոք մենք փորձենք իրանց հետ բարեկամություն կամ գործընկերությունը նորից շարունակել։ Ես կարծում եմ այդ պարագայում որակապես կփոխվեն հայ-ռուսական հարաբերությունները, որովհետև այո, ճիշտ եք ասում, եղել են ժամանակներ, եղել են այդպիսի ժամանակներ, մինչև ամենայն դեպս 21-րդ դարը, երբ Ռուսաստանն ինքն էր բանակցում Եվրամիության հետ, Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու, ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթաց սկսելու, այսինքն Ռուսաստանը ունեցել է այդ ժողովրդավարական շրջանը, բայց բոլորին հայտնի իրադարձությունները, Ելցինի հրաժարական, Պուտինի ընտրություն, ցմահ նախագահ, ոնց հասկանում ենք երկուսս էլ ու բոլորը կարծես թե դրա հետ արդեն հաշտվել են, եւ քանի դեռ ասենք Ռուսաստանում այս ժողովրդավարության խիստ խոր, չգիտեմ ոնց ասեմ, ցույց տամ թե ինչ ճակերտներում ժողովրդավարության ընկալումներն են, եւ դու ընտրությունների գնում ես դե ֆակտո մեկ տեխնացուով եւ քո բոլոր մրցակիցներին կամ սպանում ես, կամ երկրից վտարում ես, կամ բանտարկում ես, այդ պարագայում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր ճանապարհ չենք կարող ունենալ։ Դա փաստ է, բայց դա չի նշանակում, բացարձակապես չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ պետք է հարաբերություններ խզենք կամ Ռուսաստանի հետ ինչ-որ խնդիրներ մենք հարուցենք։ Այդ խնդիրները Ռուսաստանը ինքն է հարուցում, որտեղ Ռուսաստանը չի հանդուրժում որևէ ժողովրդավարության դրսևորում, եթե հանդուրժեր Ուկրաինայի դեմ պատերազմը չէր սկսվի, եթե հանդուրժեր Բելարուսը չէր դառնա դե ֆակտո Ռուսաստանի կցորդ պետություն։ Պարզապես Ռուսաստանում կա ընկալում, որ ամենամեծ ողբերգությունը, որ այդ երկրում եղել է երբևէ, նույնիսկ հայրենական պատերազմը չի, ամենամեծ ողբերգությունը ԽՍՀՄ-ի փլուզումն է եւ ամենամեծ երջանկությունը, եթե գնանք այդ տրամաբանության շրջանակներում, ԽՍՀՄ-ի վերականգնումն է, իսկ ԽՍՀՄ-ի վերականգնում 21-րդ դարի առաջին քառորդում իդեաֆիքս է եւ Ռուսաստանում դրա հետ պետք է վաղ թե ուշ հաշվի նստեն։ Մենք կողմ ենք հավասար հարաբերությունների, գործընկերային հարաբերությունների, ոչ թե դուք կասեք, մենք պարտավոր ենք անել, այդպես չի կարող լինել, այդպես եղել է մինչև 2018 թվականը։ Ես գրեթե համոզված եմ այն մտքի հետ, որ ոչ թե մենք հասկանանք, այլ իրանք հասկանան։ Սա բովանդակային մեծ գաղափար է, որ ոչ թե մեզ կհասկացնեն, այլ իրանք ի վերջո կհասկանան, որ ճիշտ է ժողովրդավարությունն է։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության 70 եւ 80% ավելի ժողովուրդը ցանկանում է ժողովրդավարություն, ուզում է ունենալ ժողովրդավարություն։ Պարզապես չգտնում ելքերը, երևի թե։ Պարզապես չեն թողնում։ Այո, չի գտնում, տարբերակներ չի գտնում։ Տարբերակները չեն, տարբերակներ կլինեն, եթե շատ ցանկանա ժողովուրդը միշտ տարբերակները կա։ Ուզում եմ ձեր լավատեսությունը ոչ թե կիսել, այլ բազմապատկել։ Սպասենք լավագույն ժամանակների։ Ձեր թույլտվությամբ անցնենք բլիցին։ Պարոն Մադասյան, ինչ է ձեզ համար Երևանը։ Երևանը ինձ համար ոչ թե տարածք է, որտեղ որ ես ապրում եմ, Երևանը ինձ համար իմ կյանքն է, իմ մանկությունն է, իմ պատմությունն է, իմ շրջապատն է, ապագան, իմ ապագան մենք ենք, այս պայմանությամբ որ քաղաքային իշխանություններն են ապագան կերտում, բայց այդ թվում նաև ապագան։ Կարողանում եք Երևանը իմ վերջին
հանգրվանն է։ Դուք հիշեցիք մեր հրաշալի երգը։ Իդեպ ես շատ կուզեի, որ այդ երգը տարածվեր, այդ երգը իսկապես դա միայն Հանրապետություն կուսակցության նախընտրական արշավի երգը չէր։ Ես կարծում եմ դա յուրաքանչյուր երևանցու երգն է, առավել ևս Արսեն Սաֆարյանի փառահեղ կատարմամբ։ Շնորհակալություն երգը հիշեցնելու համար։ Դուք կարողանում եք անակնկալ լինել։ Անակնկալների առումով ես բացարձակ հետ նահանջ ունեմ, այսինքն ինձ մոտ կամ եթե ցանկանում եմ անակնկալ ես ինչ որ մեկի համար անել, դա ինձ մոտ չի ստացվում։ Բայց ես անակնկալ ինչ որ մեկի համար չեմ կարծում, որ կարամ լինեմ անակնկալում համար լինեմ անակնկալ։ Ուզեք։ Չգիտեմ, անակնկալ, ես անակնկալ ոչ մեկի համար ես հասանելի մարդ եմ։ Լավ, հասանելի մարդ, ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Նապոլեոն Բոնապարտին։ Հետ դառնային կյանք, չէ ուզենա Չէ, պարզապես հանդիպեիք Նապոլեոն Բոնապարտին ինչ հարց կտայիք։ Օրինակ ես կհարցնեի Վաթերլոյի ճակատամարտը ինչու տանուլ տվեցիր։ Չէ, եթե վերցնենք Նապոլեոնը հեղինակային իրավունքով, ասենց ասեմ, քաղաքացիական օրենսգրքի նախահայրն է, որ հիմք է ընդունվել հենց Նապոլեոնի կոդեքսը, այո։ Իրավական առումով մի քանի հարցեր կունենա այդ այ։ Լավ, իրավական նրբությունների մեջ չմտնենք, կարծում եմ դուք այդ հնարավորությունը այնուամենայնիվ կունենաք երբևէ։ Հայաստանի Նապոլեոնի հետ հանդիպելու։ Իհարկե։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Մեր առաջնային խնդիրը անվտանգությունն է, որ պետք է առավոտից մինչև ուշ ժամ մենք մեր անվտանգության մասին մտածենք, տնտեսության մասին մտածենք եւ արտաքին դիվանագիտության մասին։ Դրանք մեր անհետաձգելի աշխատանքներն են, որ պետք է անենք։ Ում եք ամեն ինչ շատ կարոտում։ Մանկությունս։ Չէ, ինչ։ Լավ, թող լինի ինչ։ Ինչից եք ամենից շատ վախենում։ Երկիր կորցնելուց։ Անձնագիր Հայաստանի Հանրապետության անձնագիրս կորցնելուց։ Այսինքն ոչ թե ֆիզիկապես կորցնելուց, այլ պետություն։ Ոչ թե գրքույկը։ Գրքույկը կորցնելուց, այլ ընդհանրապես հայ լինելու այդ մտքից եմ վախենում։ Ձեր հարցը ինձ։ Հետաքրքիր, անցած անգամ ինչ հարցրեցի, հիշում եմ, որ դուք ինձ սիրում եք, դուք ազնվորեն պատասխանեցիք այո։ Ես ասացի անպարագիծ։ Երկրորդ անգամ այդ հարցը չեմ կարող չէ պատալ։ Ձեզ առաջին պատասխանը։ Բան փոխվել ես կյանքում։ Առաջին պատասխանը եթե ձեզ չի բավարարել։ Այնուամենայնիվ ձեր հարցը։ Այ եթե դուք ձեզ հնարավորություն լիներ սպարապետի հետ հանդիպեիք, այս սպարապետին դուք ինչ կհարցնեիք։ Ներողություն կխնդրեի։ Սկզբի համար ներողություն կխնդրեի։ Եթե դրանից հետո շարունակեր խոսակցությունը, ինքան հարցեր կտայի, բայց ոչ անցյալի մասին, բնավ ոչ անցյալի մասին։ Գիտեք ինչու, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անցյալը չի։ Վազգեն Սարգսյանի գաղափարները Հայաստանի Հանրապետության ապագան են։ Այդ ապագան Հանրապետություն կուսակցությունն է Հայաստանի Հանրապետության համար միանշանակ ստեղծելով, կառուցելով, պաշտպանելով, զարգացնելով եւ ամենակարևորը, ինձ համար գոնե որ ամենակարևորը, անսահման, անպարագիծ, անքննին սիրելով հայրենիքը, որովհետեւ Վազգենի ամբողջ գործունեության հիմքում բանակ ստեղծելու, պետություն ստեղծելու, արդյունաբերություն վերագործարկելու դրված էր սերը։ Բրավո։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, հենման կետում մենք այսօր անխուսափելիորեն պատասխանեցինք նույն հարցերին, ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ինչու ենք գնում հենց այնտեղ, ուր գնում ենք։ Շնորհակալ եմ։ Բարին ընդ ձեզ։